1918 թվականի մայիսի 11-ին Բաթումում սկսված հաշտության բանակցություններում թուրքերը Անդրկովկասի պատվիրակներից պահանջեցին իրենց հանձնել Երևանի նահանգի զգալի մասը, ինչպես նաև Ախալքալաքի, Ախալցխայի գավառները։ Մինչ Անդրկովկասյան պատվիրակները փորձում էին ընդդիմանալ այդ նախագծին, թուրքական բանակը 1918 թվականի մայիսի 15-ին կրկին խախտելով զինադադարը վերսկսեց ռազմական գործողությունները, գրավեց Ալեքսանդրապոլը եւ շարժվեց Երևանի ուղղությամբ։ Վրացիները ձեռքները լվացին եւ մի կողմ քաշվեցին, իսկ Կովկասյան թուրքերը շատ ուրախ էին Փոքր Ասիայից ներխուժած իրենց ցեղակիցների համար։ Թուրք-անդրկովկասյան պատերազմը վերածվեց թուրք-հայկականի։ Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից ավելի անկաշկանդ էր դարձրել թուրքերի նվաճողական ձեռնարկումները։ Բանակային 3-րդ կորպուսից կազմված 50 հազարանոց թուրքական Կարս զորամիավորումն առաջադրանք էր ստացել նվաճելու ողջ արևելյան Հայաստանը, հասնելու Բաքու, Դաղստան եւ հյուսիսային Իրան։ Մայիսի 21-ին թշնամին գրավեց Երևանից 30 կիլոմետր հեռու գտնվող Սարդարապատը։ Թուրքական ներխուժման ահավոր վտանգն անմիջականորեն կախվեց Էջմիածնի եւ Երևանի վրա։ Ամբողջ սրությամբ դրվեց հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ 1918 թվականի մայիսին Երևանի նահանգում տիրում էր ծանր կացություն։ Առկա էր Պարենի, Դեղորայքի, Վառելիքի սուր պակաս։ Երկիրը շրջապատված էր թշնամական օղակով։ Մի կողմից թուրքական բանակն էր, մյուս կողմից ցանկացած պահի նրան աջակցելու պատրաստ կովկասյան թուրքերը, որոնք այսօր ադրբեջանցի են հորջորջվում։ Չկար ամենից կարևորը՝ հավատը սեփական ուժերի եւ հաջողության նկատմամբ։ Բախտորոշ այդ պահին քաջություն եւ կամք դրսևորեց ազատագրման շարժման նշանավոր գործիչ 1915 թվականի Վանի ապրիլյան հերոսամարտի կազմակերպիչ, 1917 թվականի դեկտեմբերից ի վեր Երևանի նահանգի ղեկավար դաշնակցական Արամ Մանուկյանը։ Մայիսի 19-ին նա Երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանին հանձնարարեց վերջ տալ հետագա նահանջին եւ Արարատյան դաշտում թշնամուն հակահարված տալ։ Մովսես Սիլիկյանը Սարդարապատի ուղղությամբ գործող զորքերի հրամանատար նշանակեց Դանիել Բեկ-Փիրումյանին, Բաշապարանում Դրոյին։ Մայիսի 19-ի երեկոյան գումարված ազգային խորհրդի նիստում հարց բարձրացվեց Երևանը թշնամուն հանձնելու, Նոր Բայազետի լեռները նահանջելու եւ այնտեղից դիմադրական մարտեր մղելու մասին։ Հերթական անգամ Արամ Մանուկյանն ամենայն վճռականությամբ բացառեց անձնատվությունը, նշելով. Երևանը չենք դատարկելու եւ պետք է կռվենք, դիմադրենք թշնամուն մինչեւ վերջին կաթիլարյունը, մինչեւ վերջին փամփուշտը։ Ռազմաճակատն ուժեղացնելու նպատակով Մանուկյանը հրահանգեց առանց բացառության ռազմաճակատ ուղարկել բոլոր զինապարտներին, խստագույնս արգելեց քաղաքից հեռանալը։ Կանանց եւ երեխաներին հանձնարարվեց տներից փամփուշտ հավաքել եւ ջուր հասցնել ճակատում գտնվող զինվորներին։ Սարդարապատի մոտ տեղի ունենալիք ճակատամարտի ելքի տեսակետից անչափ կարևոր էր ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Եի բարոյական աջակցությունը, որը կտրականապես հրաժարվեց Էջմիածնից հեռանալ անվտանգ վայր։ Արամ Մանուկյանի ու նրա գործընկերների եռանդուն եւ հետևողական քայլերը տվեցին ցանկալի արդյունք։ Մարտական ոգին, համաժողովրդական միասնությունը ձևավորված էր։ Ոգևորությամբ համակված ժողովրդական զանգվածները թե Երևանից, թե գավառներից կամավորական խմբեր կազմած մեկնում էին ռազմաճակատ։ Թշնամուն վճռական հակահարված հասցնելը դժվարին գործ էր։ Մոտ 7000 զինվորներ ունեցող հայկական զորքը Սարդարապատում պետք է հաղթահարեր մոտ 9000 կանոնավոր զինվորներ, 3000 քուրդ հեծյալներ ունեցող եւ լավ զինված հակառակորդին։ Մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերին հաջողվում է գրավել Սարդարապատ կայարանը, նույնանուն գյուղը եւ Գերչլուն։ Մայիսի 22-ին հայկական զորքերը անցնում են հարձակման եւ կոտրելով թուրքական զորքի դիմադրությունը վերագրավում են Սարդարապատ կայարանն ու գյուղը, հարկադրելով թուրքերի հետ նահանջել 15-ից 20 կիլոմետր շարավղով։ Թուրքական Գելիբոլու դիվիզիան տալով 500 սպանված ու վիրավոր ամրացավ Արաքս կայարանում եւ նրա մոտակա բարձունքներում։ Մայիսի 27-ին հայկական զորքն անցավ Նոր Գրոհի։ Դանիել Բեկ-Փիրումյանի, գնդապետ Կարապետ Հասան Փաշայանի հրամանատարությամբ գործող կանոնավոր զորամասերը արքիեպիսկոպոս Գարեգին Հովսեփյանի ղեկավարած մահապարտների գունդը, Պանդուխտի պարտիզանական գունդը ուժգին հարձակմամբ թուրքերին ծանր պարտության մատնեցին։ Անգլիացիների դեմ սերծովյան նեղուցների ափին անգլիացիների դեմ մարտերում հրճակ ձեռք բերած թուրքական Գելիբոլու դիվիզիան գլխովին ջախջախվեց։ Մինչև մայիսի 29-ը տևած հարձակողական գործողությունների արդյունքում թշնամուց ազատագրվեցին տասնյակ բնակավայրեր։ Պարտված թշնամին նահանջեց Ալեքսանդրապոլի ուղղությամբ։ Գեներալ Մովսես Սիլիկյանը հրամայեց հակահարձակումը շարունակել մինչև Ալեքսանդրապոլ։ Սակայն հաջորդ օրը մայիսի 30-ին գեներալ Նազարբեկյանի հրամանով այն կանգնեցվեց, իսկ հունիսի 2-ից դադարեցվեցին ռազմական գործողությունները ճակատային
ողջ գծի երկայնքով։ Սարդարապատի ճակատամարտում թշնամին կրեց իր առաջին խոշոր պարտությունը։ Հերոսամարտը ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի եւ Հայաստանի համար։ Ճակատամարտում լավագույնս դրսևորեցին հայկական ռազմարմեստի ավանդույթները։ Սարդարապատի հաղթանակը ոգևորիչ ազդեցություն գործեց Բաշ-ապարանի ճակատում գործող հայկական ուժերի վրա։ Մայիսի 20-ին գրավելով Համամլուն, թուրքական 39-րդ դիվիզիան շարժվեց դեպի Բաշ-ապարան, աշտարակ Եղվարդ գծով, Քանաքեռը գրավելու եւ Երևանը շրջափակելու նպատակով։ Սարդարապատի ճակատամարտում բեկում մտցնելուց հետո գեներալ Սիլիկյանը օգնական ուժեր ուղարկեց ռազմաճակատի հրամանատար Դրոյին։ Մայիսի 24-ից 29-ը տեղ ունեցած մարտերում զորամասերը Դրոյի գլխավորությամբ ջախջախեցին թուրքերին, ազատագրեցին Բաշ-ապարանը։ Ճակատամարտում իրեն փայլուն դրսևորեց Սեթոյի գլխավորած աշխարհազորայինները, ինչպես նաեւ Ջհանգիր աղայի ղեկավարած եզդիների 1500 հոգանոց հեծյալ ջոկատը։ Թուրքերը մայիսի 29-ին հեռացան նաեւ Համամլուից։ Երևանը շրջափակելու եւ գրավելու թուրքերի փորձը ամբողջապես վերացվեց։ Հայկական զորքի հաջողությունը Սարդարապատում ոգևորություն առաջացրեց նաև Ղարաքիլիսայում։ Ալեքսանդրապոլի անկումից հետո թուրքերը շարժվեցին նաև դեպի Ղարաքիլիսա եւ գրավեցին մի շարք բնակավայրեր։ Մայիսի 22-ին հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը սպայակ կույտը տեղափոխեց Դիլիջան։ Ջալալօղլիի մոտ մայիսի 21-22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում։ Այնուհանդերձ Ղարաքիլիսայի շրջակայքում կենտրոնացած հայկական զինուժը Դարպաս գյուղի քահանա Տեր Կոմիտաս Սարգսյանի, Մեսրոպ եպիսկոպոս Տեր Մովսեսյանի, Գարեգին Նժդեհի, գեներալ Համազյանի, գնդապետ Բեյ Մամիկոնյանի, Սմարցյանի գլխավորությամբ մայիսի 25-ից 28-ը հերոսական ճակատամարտ տվեցին թուրքական 10,000-անոց բանակին։ Թեև արյունահեղ մարտերն ավարտվեցին հայերի պարտությամբ, սակայն թշնամուն հասցվեց ծանր հարված, որը նրա վրա գործեց զսպող ազդեցություն։ Ղարաքիլիսայի ճակատամարտում մեծ կորուստներ պատճառելով թշնամուն կասեցվեց նրա գերակշիռ զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան եւ Թիֆլիս։ Բաթումում գտնվող թուրքական բանակի հրամանատար Վեհիբ Փաշան այդ կապակցությամբ նշել է. դա բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ։ Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել։ 1918 թվականի ապրիլ-մայիսին թուրքերը հարձակվեցին նաև Ջավախքի ուղղությամբ։ Հերոսական էր Ախալցխայի դիմադրությունը։ Ախալցխայի հայոց ազգային խորհրդի նախագահ Զորի Զորյանը ամեն ինչ արեց, որ քաղաքը չընկնի եւ թուրքերը չկոտորեն հայ բնակչությանը։ Նույնը տեղի ունեցավ Գավառի Դամալա հայկական գյուղում։ Ախալքալաքի Գավառի Կարծախ, Սադխա, Մեծ Խանչալի գյուղերի մոտ տեղի ունեցած դիմադրական մարտերը հնարավորություն տվեցին Գավառի հայ բնակչության մի մասին խուսափել կոտորածից եւ անցնել Բակուրյան եւ Ծալկա։ Շիրակի Սոգյուլթլի գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպեցին առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատի գործողություններին մասնակցած սառնախփյուրցի սպաները։ 4 օր անընդհատ հարձակվելուց հետո թշնամին հուսալքված նահանջում է։ Գնահատելով մայիսյան հերոսամարտերը պետք է արձանագրել, որ դրանք բացառիկ նշանակություն ունեցան հայության համար։ Ձախողվեցին հայերին վերջնականապես բնաջնջելու երիտուրքերի ծրագիրը։ Այս ճակատամարտերի շնորհիվ բարձրացավ հայ ժողովրդի բարոյական ու մարտական կորովը։ Հերթական անգամ հաստատվեց, որ հավաքական պայքարի դեպքում անկարելի է ընկճել մեր ժողովրդին։ Մայիսյան հաղթանակներում հերթական անգամ շեշտադրվեց անհատների դերը։ Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ հնարավոր եղավ արևելյան Հայաստանի մի մասում վերականգնել հայկական անկախ պետականությունը։